Եկեք սրտանց ասենք փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօր տոնական օր է, այսօր Սուրբ Հոգու իջնելու օրն է։ Փառք տանք Տիրոջը այսօրվա համար, որ մինչև այսօր Տերը մեզ պահել է, պահպանել այն օրվա համար, որ շուտով ինքը պիտի գա։ Գիտեք, մեր կյանքը պահված է։ Պողոսացիս 3-րդ գլխի 3-րդ խոսքում ասում է, որ մենք մեռանք, բայց մեր կյանքը պահված է Հիսուսի հետ։ Այն օրը, երբ ինքը Հիսուսը հայտնվի, մեր կյանքն նրա հետ պիտի հայտնվի։ Հիսուսի համար ասում են, էսի Հովսեփի որդին չի, սրա հայրը Հովսեփ չի, մայրը Մարիամը չի։ Ինչպես ասում ես երկնքից իջա։ Չէին իմանում։ Նմանապես այն կյանքը, որ մեր մեջ է, դա Քրիստոսի կյանքն է։ Երբ որ կգա մեր Տեր Հիսուս Քրիստոսը, կհայտնվեն Աստծո սուրբերը եկեղեցին, կբարձրանա երկինք եւ այն ժամանակ կհասկանան, թե ով են այն մարդիկ, որոնք հավատացել են Հիսուս Քրիստոսին։ Սիրելի ժողովուրդ, թող Աստծո անունը փառավորվի։ Այսօր Պենտեկոստեի օրը ես ուզում եմ մի քանի խոսք նախասել, որ Պենտեկոստեն դա այն տոնն էր, որ ոչ թե միայն ասենք առաջի դարում 50-րդ օրը կատարվեց, երբ որ Սուրբ Հոգին իջավ, այլ Պենտեկոստեն դա գալիս է հին ուխտից։ Պենտեկոստեն ուրեմն կարելի է թարգմանել նայել երթում։ Երբ որ մենք տեսնում ենք, որ երբ որ Իսրայել ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսի երկրից, եկան Սինայի անապատը եւ այնտեղ Մովսեսը բարձրացավ լեռը հանդիպելու Աստծո հետ։ Եվ մենք տեսնում ենք, սիրելի եղբայրներ քուրեր, որ Մովսեսը բարձրացավ եւ նա խոսում էր Աստծո հետ, ինչպես մարդը մարդու հետ խոսի։ Եվ Աստված ասեց Մովսեսին, եւ հիմա 5-րդ խոսքը 19-րդ գլուխ 3-15-ը։ Եվ հիմա եթե իրացնեմ ձայնս հնազանդիկ ու իմ ուխտս պահեք, դուք ինձ սեփական ժողովուրդ պիտի լաք, ամեն ազգերեն, վասի բոլոր երկիրը իմս է, եւ դուք ինձի քահանաներու թագավորություն ու սուրբ ազգը պիտի լաք Իսրայելի որդիներուն զրուցելու խոսքերը 10 են։ Ուրեմն Մովսեսը հանդիպեց Աստծո հետ, Աստված նրան տվեց 10 պատվիրանները, այսինքն Տորայի հիմքը, Տորան դա հնգամատյանն է, պատվիրանների հիմքը դրվեց, որի եւ հետո իջավ ժողովրդին պատմեց, ժողովուրդը ամենան ձևով ասեցին, մենք պատրաստ ենք լսելու եւ Աստծո խոսքը պահելու համար։ Եվ բացի այդ մինչև իջնելը Աստված ասեց Մովսեսին, որ 12-րդ խոսքը, 19-րդ գլուխ 12 խոսք ելից, եւ դու ժողովրդին բոլորտիկը սահման դնեցելով, ինքզինքնիդ լեռը ելնել են կամ անոր ծայրին դպչել են, զգուշացեք, որ լեռանը դպչի, անշուշտ պիտի մերսվի։ Անոր ձեռք չդպչի, քանզի դպչողը անպատճառ պիտի քարկոծվի կամ նետով զարնվի, թե անասունը լայ է, թե մարդ պիտի չապրի, երբ փողին ձանը երկար հնչվի, անոնք լեռը պիտի ելնեն։ Ուրեմն Աստված արգելք է դրել, սահման է դրել, որ ոչ մի իսրայելցի անգամ անասուն այդ լեռանը չկպնի, որտեղ իջել էր Աստված Մովսեսի հետ խոսելով։ Ով որ կպներ, պիտի մեռներ։ Ինչու էր այդ սահմանը դրված։ Ինչու Աստված սահման դրեց, որպեսզի որով կպնի, պիտի մեռնի։ Մենք գիտենք, որ Ադամի մեղքի պատճառով Աստված Ադամին վռնդեց դուրս պարտեզից, ասենք, դրախտից դուրս վռնդեց եւ քերոփերներն ու սերոփերները պահակ դրեց, որպեսզի մարդը չմոտենա կենաց ծառից ուտի եւ հավիտյան ապրի։ Այդ սահմանը դրված էր, մարդը իրավունք չուներ հպվելու կենաց ծառին ուտելու։ Հիմա տեսնում ենք, սիրելիներս, դա դրա հետևանքն էր, որ մարդը իրավունք չուներ հպվելու Աստծո հետ, Աստծո ներկայության մեջ մտնելու։ Եվ դրա համար Աստված այս սահմանն էր դրել, եղբայրներ քուրեր։ Բայց երբ որ Հիսուսը խաչվեցավ, խաչելության ժամանակ դուք հիշում եք, որ վարագույրը պատռվեց, այն վարագույրը, որը բաժանում էր սրբությունը սրբության սրբոցից, պատռվեց վարագույրը վերևից ներքև եւ բացվեց երկնքի արքայության դուռը, խորանը բացվեց եւ մարդը իրավունք ունեցավ
եթե առաջ տարին քահանապետը տարին մեկ անգամ էր մտնում, այն էլ զոհերով եւ առաջ իր ընտանիքի իր համար եւ հետո ամբողջ Իսրայելի համար զոհերով մտնում, զոհի արյունով մտնում էր սրբության սրբոցը, իսկ հիմա Քրիստոսի խաչվելուց հետո ամեն մարդ իրավունք հաստանում մտնելու սրբության սրբոցը։ Այսինքն այս սահմանը վերացած արդեն։ Եթե Սինա լեռը պիտի բարձրանար Մովսեսը, որպեսզի հանդիպեր Տիրոջ հետ, իսկ հիմա ոչ թե մենք պետք է լեռը բարձրանանք, այլ Հիսուս Քրիստոսը, համբարձված Քրիստոսը փառքի ամպով իջավ, որպեսզի հպվի մեզ, իր Սուրբ Հոգու պարգևը բերեց մեզ, որպեսզի ով որ հավատա, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Սուրբ Հոգին, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչպես եղբայրները խոսեցին, դա ամենամեծ պարգևն է Աստծո կողմից, որ տրված է մարդկությանը։ Ավելի մեծ պարգև, քան Սուրբ Հոգու պարգևն է, դա գոյություն չունի։ Իհարկե, այդ մասին կարելի է էլի խոսել հին ուխտի մասին, թե ինչպես էր, որ Աստված, ասենք, Աստված այդ ժամանակ Պենտեկոստեի օրը դա այն օրն է, երբ որ առաջինը Աստված Մովսեսին ասեց, Ղևտացի 23-րդ գլուխի 9-րդ խոսքից կարդում ենք, որ Մովսեսին ասեց, երբ որ դուք կմտնեք այն երկիրը, որ ես ձեզ պիտի տամ, եւ այդ մտնեք այդ երկիրը եւ առաջի հունձքը հնձեք, առաջի մանգաղը գործածեք եւ մի հատ խուրձ անեք, առաջի խուրձը, այդ խուրձը բերեք քահանայի մոտ։ Քահանան պետք է վերցներ հաջորդ օրը եւ երերցներ այդ խուրձը, թափահարեր, որը խորհրդանշում է, որ Քրիստոսի հարությունը երերցրեց ամբողջ աշխարհը։ Փառք Տիրոջը դրա համար, ամբողջ աշխարհի մեջ կատարվեց մի մեծ իրադարձություն, որ մինչև այդ երբեք չէր կատարված։ Սիրելիներս, դրանից հետո այդ երեսնելու օրից 50 օր հետո մենք կարդում ենք, որ դա գալիս է Պենտեկոստեի օրը։ Պենտեկոստեի օրը դա ազատության օրն է, եղբայրներ, քույրեր։ Նա դա հին ուխտի մեջ նայում ենք, որ Ղևտացիների 25-րդ գլխի մեջ կարդում ենք, որ այդ օրը, այսինքն Պենտեկոստեի օրը, Աստված պատվիրեց Իսրայել ժողովրդին, որ ազատության քարոզներ կարդան, տեսեք ինչ ասում։ Ղևտացիների 25-րդ գլուխ 8-րդ խոսքից եմ կարդում. Եվ դու քեզի տարիներու 7 շաբաթ համրես, այսինքն 7 անգամ 7 տարի, եւ տարիներուն 7 շաբաթներու ժամանակը 49 տարի պիտի լա քեզի, եւ 7-րդ ամսու 10-րդ օրը ազդարության փողը պիտի հնչեցնես, քավության օրը ձեր բոլոր երկրի մեջ պիտի հնչեցնեք փողը, եւ 50-րդ տարին պիտի սրբեք ու երկրի վրա անոր բոլոր բնակիչն համար ազատության քարոզ կարդալ տակ, ասիկա ձեզի հոբելյան տարի պիտի լա, եւ ձեր ամեն մեկը իր ստացվածքի պիտի դառնա, ու ձեզ ամեն մեկը իր ազգատոմին դառնա։ Այս 50-րդ տարին հոբելյան տարի լա ձեզի, ոչ պիտի ցանեք ու ոչ պիտի ինքներիը բուսածը պիտի հնձեք եւ ձեր չհոտած այգին պիտի չողովեք։ Ուրեմն 50-ը դա հոբելյանական թիվ է, հոբելյան թիվ է, որ դա ազատության թիվն է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ինչպես որ Մովսեսի միջոցով Աստված Իսրայել ժողովրդին ազատեց Եգիպտոսի գերությունից, այդ գերությունից ազատեց, այնպես էլ Պենտեկոստեի օրը, երբ որ իջավ Սուրբ Հոգին, այդ Սուրբ Հոգու միջոցով մենք ազատվեցինք հոգևոր գերությունից, ազատվեցինք մարմնի խայթոցից, ազատվեցինք մեղքի իշխանությունից, եղբայրներ, քույրեր, միայն ու միայն Սուրբ Հոգու միջոցով մարդը կարող է ազատվել մեղքի իշխանությունից, մարդը գտնում էր մահվան մեջ, մարդը գտնում էր մեղքի իշխանության տակ, եւ Սուրբ Հոգին իջնելով մարդուն տվեց զորություն, ինչպես եղբայրները կարդացին, այդ օրը զորություն պիտի առնեք եւ իմ վկաներս պիտի լինեք։ Սուրբ Հոգին ազատության թիվն է, այո, Սուրբ Հոգով մկրտված է, Սուրբ Հոգով լցված է, ազատ է մեղքից, այսինքն մեղքը նրա վրա իշխանություն չունի։ Դրա համար սիրելիներս, Աստված մեզ սովորեցնում է, Տերը մեզ ասում է, որ Սուրբ Հոգին մի մարեք, Սուրբ Հոգին մի տրտմացնեք։ Եփեսացի 4:30 եւ առաջին Թեսաղոնիկեցիս 5:19 Սուրբ Հոգին մի մարեք եւ Սուրբ Հոգին մի տրտմացնեք։ Իհարկե լավ է, որ մենք Սուրբ Հոգով մկրտվել ենք, բայց Սուրբ Հոգով մկրտվելը սա վերջնական արդյունք չի, եղբայրներ, քույրեր։ Դու մկրտվել ես Սուրբ Հոգով, բայց կարող է մարես այդ հոգին քո մեջ, տրտմեցնես այդ հոգուն, եղբայրներ, քույրեր։ Դրա համար այսօր Սուրբ Հոգով մկրտված է, պետք է աշխատի, որ լցվի Սուրբ Հոգով։
Իսկ նրանք էլ, որոնք որ դեռ չեն մկրտված, պետք է որ մկրտվեն Սուրբ Հոգով, որովհետև Սուրբ Հոգին այդ ուժն, այդ զորությունն է, որ թշնամին երբ որ տեսնում է այդ Սուրբ Հոգին, դրոշակ է Սուրբ Հոգին նաև միևնույն ժամանակ։ 59-րդ գլխի մեջ Եսայի մարգարեության 59-րդ գլխի մեջ կարդում ենք, որ Սուրբ Հոգին անոր դեմ դրոշակ պիտի կանգնի, երբ որ թշնամին ասում է գետի պես գա, երբ որ թշնամին գետի պես գա, ուրեմն Եսայի մարգարեության 19-19, 59-19, ու արևմուտքը Տիրոջ անունեն եւ արևելք անոր փառքին պիտի վախնան, եւ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին անոր դեմ դրոշակ պիտի կանգնի։ Տիրոջ Հոգին, ասենք Սուրբ Հոգին պիտի կանգնի դրոշակ թշնամու գետերի նման եկած այդ գետի նման եկած այդ թշնամու այդ զորքը։ Այո, տեսնենք ասում է, երբ որ թշնամին գետի պես գա, այո, թշնամու գալը մեզ թվում է շատ զորավոր, շատ չգիտեմ ինչ, որ ասենք էսա մեզ կկլի, էսա մեզ կխորտակի, էսա մեզ կորչացնի, բայց ընդամենը մի հատ դրոշակ եւ Աստված Սուրբ Հոգի դրոշակը պագնեցնում է այդ թշնամու հոսքի, թշնամին լեղապատար փախնում է։ Եղբայրներ քուրեր, այո, երբ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին, այսինքն Սուրբ Հոգին անոր դեմ դրոշակ պիտի կանգնի։ Ուրեմն եթե մենք հիմա մկրտված ենք, բայց լսված չենք, սկսում ենք մարել, եթե դու չես ավելացնում քո մեջ հոգու ներգործությունը, ապա դու սկսում ես մարել կամ սկսում ես տրտմասնել։ Մի մարեք եւ մի տրտմասնեք։ Սիրելի եղբայրներ քուրեր, շատ հաճախ ասենք այդպես լսում են խոսքեր տարբեր դենոմինացիաների եւ տարբեր ասենք եկեղեցիների կողմից, որ Սուրբ Հոգու տալը դա այն ժամանակ էր, առաքելների ժամանակ էր, որ այլ լեզուներով խոսում էին, բայց հիմա այդ բանը չկա, բայց դա եղբայրներ քուրեր, Սուրբ Աստծո խոսքը չի հաստատում։ Տեսեք, Աստծո խոսքից մենք կարդում ենք, որ Գործք առաքելոց երկրորդ գլուխ 32-33 խոսքերը։ Այս Հիսուսը Աստված հարուց, որում մենք ամեն սալ վկա ենք, ուստի Աստծո աջ ձեռքով բարձրանալով ու հոգու սրբով խոստմունքը օրմեն առնելով, տարածեց ասիկա, որ զոր դուք հիմա կտեսնեք եւ կլսեք։ Ուրեմն առաջին ուզում եմ ասել, որ Սուրբ Հոգով մկրտված է, մկրտվողը առաջի անգամ երբ որ նա մկրտվում է Սուրբ Հոգով եւ ընդհանրապես Սուրբ Հոգով մկրտված է, պետք է խոսի այլ լեզուներով։ Մարդիկ ասում են, ես Սուրբ Հոգով մկրտվել եմ, բայց այլ լեզուներով չեմ խոսում։ Դա բացարձականապես սխալ է։ Այդ սխալ վարդապետությունն է։ Սուրբ Հոգով մկրտված է, մկրտվողը պետք է անպայման լեցուն ձևով, պարզ, մաքուր, պետք է խոսի այլ լեզուներով։ Դրա համար ասում եմ, դուք կտեսնեք եւ կլսեք։ Կտեսնեք եւ կլսնեք։ Ով տեսա, որ Սուրբ Հոգու մկրտվողը այլ լեզուներով է խոսում։ Հիշում եք Սիմոն Մոգին։ Սուրբ գրքի մեջ Գործք առաքելոցում 7-8 տեղ է, որ գրված է, որ Սուրբ Հոգով մկրտվող այլ լեզուներով է խոսում։ Միայն մի տեղ կա, որ չի գրված։ Գործք առաքելոց 8-ում, երբ որ Փիլիպոսը գնաց Սամարիա եւ այնտեղ քարոզեց եւ ժողովուրդը շատերը մկրտվեցին ջրով եւ ինքը Սիմոն Մոգն էլ մկրտվեց։ Երբ որ տեսնելով, որ ասենք Պետրոսն ու Հովհաննեսը որ եկան հետո ու վրա որ ձեռք էին դնում, նրանք Սուրբ Հոգու մկրտություն էին ստանում, Սուրբ Հոգով մկրտում էին, ասում է Սիմոն Մոգը տեսավ եւ ասեց, տեսնելով այդ բանը Պետրոսին փող էր տալիս, որ Պետրոսը այդ բանը, այդ պարգևը տա իրան, որ ինքն էլ ում վրա ձեռք տնի, նա էլ մկրտվի Սուրբ Հոգով։ Պետրոս ասավ, մաղձի դառնության մեջ կտեսնեմ քեզ, գնա քո այդ ապաշխարի աղոթի, որ Աստված այդ մեղքից քեզ ազատի։ Ինչպես տեսավ Սիմոն Մոգը, եթե դա չլսեր, եթե դա լսելի չլեր եւ տեսանելի չլներ, պարզ է, որ Սիմոն Մոգը չէր կարող տեսնել։ Իսկ մնացած բոլոր դեպքերում մենք կարդում ենք, որ թե Կորնելիոսի տանը, թե Եփեսոսի մեջ ամենտեղ, որտեղ որ Սուրբ Հոգու մկրտություն է եղել է այլ լեզուների աղոթքի նշանը։ Հիմա տեսեք, մյուսը, որ ասեցինք, շատերն ասում են դա հին ժամանակներ եղել, այսօր այդպիսի բան չի կարող նել, բայց հիմա կարդում եմ ձեզ։ Գործք առաքելոց երկրորդ գլուխ 39 խոսքը։ Նախ մի քիչ վերևից կարդամ 37-ից։ Ուրեմն ժողովուրդը, որ Պետրոսը քարոզեց Գործք առաքելոց երկրորդ գլխում,
երբ որ խոսեց, մարդիկ իրենց սրտերի մեջ զղջացին, եկան Պետրոսի եւ մյուս առաքյալին եւ ասին. «Մարդիկ եղբայրներ, մենք հիմա ինչ անենք»։ Իրանք հասկացան, որ իրանք փրկչին, այսինքն Քրիստոսին, որ եկել է իրանք փրկելու, իրանք խաչել են։ Եվ հիմա մլորվել են, ինչ անենք, մի ուրիշ ձև կա, ասենք, որ այս վիճակից ազատենք։ Պետրոս ասեց. «Ապաշխարեցեք եւ ձեզանից յուրաքանչյուրը թողնկրտի Հիսուս Քրիստոսի անունով եւ Սուրբ Հոգու պարգևը պիտի առնեք»։ Եվ հետո 39 խոսքում կարդում ենք. «Վանզի խոստմունքը, այսինքն Սուրբ Հոգու պարգևի խոստմունքը, ձեզի է ու ձեր որդիներուն եւ ամեն հեռու եղողներուն, որոնք մեր Տեր Հիսուսի Տեր Աստվածը պիտի կանչե»։ Ուրեմն պարգևում ապատկանում նորից եմ կարդում. Գործ Կարաքելոս 2-րդ գլուխ 39 խոսքը. «Վասզի խոստմունքը ձեզի է», այսինքն ում է խոստմունքը, ոչ միայն առաքյալներուն, որ 120 հոգի առաջի անգամ Սուրբ Հոգին իջավ իրանց վրա, այլ այն 3000 հոգին, որոնք այդ օրը Սուրբ Հոգով մկրտվեցին, եղբայրներ քուրեր, որոնք այդ օրը մկրտվեցին եւ մենք տեսնում ենք ասում խոստմունքը ձեզի է։ Ուրեմն լսողներին, որոնք լսեցին Պետրոսի քարոզը, ձեզի եւ ձեր որդիներուն եւ ամեն հեռու եղողներուն, որոնք մեր Տեր Աստվածը պիտի կանչե։ Ուրեմն ում պատկանում է բանը, այդ խոստմունքը։ Միայն այն ժամանակ առաքյալներին էր պատկանում, ոչ, ձեզի, ձեր որդիներուն եւ ամեն հեռու եղողներուն։ Ուրեմն սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, չշփոթվեք ու չվախենաք եւ հանկարծ դուք չփոխվեք, որ կան ձեզ համոզեմ, որ այդպես բան չկա։ Աստված թող օգնի մեզ։ Մենք այդ օրը մենք ինքներս ապրել ենք այդ բանը։ Ուրեմն 1968 թվականի մայիսի 25-ին ես մկրտվել եմ Սուրբ Հոգով։ Եվ այդ օրը այնքան լավ եմ հիշում, որ հնարավոր չի դա իմ մեջից անել։ Եվ այդ օրը իմ ոտքերը կարծես օդի մեջ էր գնում։ Հիմա չեմ ուզում այդ բոլորի մասին խոսել, բայց ուզում եմ ասել, որ սիրելի եղբայրներ քույրեր, որ Աստված օրհնի ձեզ, որպես իմանաք, որ այդ պարգևը ոչ թե միայն առաքյալների ժամանակ էր, այլ այսօրին հեռու եւ մոտիկ եղողներին։ Սիրելիներս, Պենտեկոստեն հետագայում տոնվեց որպես Սուրբ Հոգու իջնելու օր, այսինքն երբ որ հին ուխտում կարդում ենք այդ ժամանակ, որպես ասենք Բերքահավաքի տոն էր սկզբից նշվում, իսկ հետո որպես Բերքահավաքի տոնից հետո այսօրվա մեջ այսօրում մենք կարդում ենք, ուզում ենք հասկանալ, որ Սուրբ Հոգին իջնելու օրը դա համապատասխան է հին ուխտի Պենտեկոստեի օրվանը։ Հոգևոր իմաստով, սիրելի եղբայրներ քույրեր, երբ որ Աստված տվեց Մովսեսին այդ ուխտ արավ հրյա ժողովրդի հետ եւ տվեց Տորան եւ օրենքները տվեց, այսինքն Իսրայելի հետ ուխտ արավ եւ այդ ուխտի միջոցով կազմեց մի ժողովուրդ։ Այդ ժողովուրդը տարբեր էր մյուս ժողովուրդներից, որովհետեւ նրանք ունեին օրենք, ունեին պատգամներ, ունեին ուխտ Աստծո հետ։ Եվ դրա համար այդ առաջի բերքահավաքն է կոչվում։ Առաջի հոգևոր բերքահավաքը տեղի ունեց ամեն ժամանակ, երբ որ կազմվեց Իսրայել ժողովուրդը։ Դա կոչվում է արդարների ժողով։ Դրանից 1345 տարի հետո Պենտեկոստի օրը կատարվեց երկրորդ հունձքը երկրի վրա կատարվեց։ Այս անգամ կազմվեց նույնպես մի նոր ժողովուրդ, բոլոր ազգերից, բոլոր լեզուներից կազմված։ Հայտնության 7-րդ գլուխ 9-րդ խոսքից կարդում ենք այդ մասին։ Մի նոր ժողովուրդ կազմեց, սիրելի եղբայրներ քույրեր, ոչ թե միայն Իսրայել ժողովուրդն էր այնտեղ մասնակցում այդ ժողովրդի մեջ, այլ ամբողջ աշխարհի տարբեր ազգերից եւ տարբեր լեզուներից կազմեց մի նոր ժողովուրդ։ Եվ կարդում եմ այդտեղը Հայտնության, ուրեմն 7-րդ գլուխ 9-րդ խոսքից կարդում եմ հետեւյալը։ Ուրեմն Հայտնության 7-ից Ասկետ կտեսա եւ մեծ բազմություն զորմեկը չէր կրնալ համրել բոլոր ազգերեն ու ցեղերեն եւ ժողովուրդներեն ու լեզուներեն, որոնք աթորին արշեվ ու գառնուկի արշեվ կեցել էին, ջերմակ հանդերձներ ակած եւ ձեռքերնին արմավեններ բռնած։ Եվ մեծազան քաղաքի լսելով փրկություն մեր Աստծո, որ աթորի վրա կնստի ու գառնուկին եւ բոլոր հրեշտակները աթորին ու
երեսներուն եւ 4 կենթանու բոլորը կեցել էին իրենց երեսներու աթորի արշավին կան եւ Աստծո երկրպագություններին ասելով ամեն օրհնություն ու փառք եւ իմաստություն ու գոհություն եւ պատիվ ու զորություն եւ կարողություն մեր Աստծո հավիտյանը սավիտենից ամեն այսինքն կարդում ենք որ այստեղ արդեն Հովհաննեսը տեսնում է ոչ թե միայն հրյա ժողովուրդը որոնք ուխտի մեջ էին մտել Աստծո հետ տեսնում է բոլոր ազգերից ցեղիներից ժողովուրդներից որ գառնուկի արշավ կանգնած էին սպիտակ հանդերձներ հագած եւ ձեռքերին արմավեններ բռնած հետաքրքիր է բոլոր ազգերից ասում հայեր կային այնտեղ թե չկային ռուսներ, ճապոնացիներ, թուրքեր, ադրբեջանցիներ ամեն տեսակի ազգեր կային այնտեղ բոլոր ազգերից եւ լեզուներից կանգնել էին գառնուկի արշավ ինչպես էին կանգնել սպիտակ հանդերձներ հագած այսինքն մաքրված եւ սրբված ջերմակ հանդերձ եւ ինչ էին բռնել իրանց ձեռքերում գրված է իրանց ձեռքին արմավենիներ էին բռնել իսկ ինչ նշանակում որ նրանք իրանց ձեռքին ունեին արմավենին դա կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ խորհրդապատկերում արմավենին այն պտուղը որ մենք ուտում ենք խուրման այդ խուրմայի ծառը աճում է որը պտուղ է տալիս հիմնականում աճում է անապատ տեղերում այսինքն անապատից որը նշանակում է մահը այդ մահվան մեջից դուրս է գալիս մի քաղցր պտուղ եւ այդ քաղցր պտուղը դուրս է որպես Հիսուսը մահվան մեջից դուրս եկավ եւ հաղթեց աշխարհին սա ցույց է տալիս որ կյանքը հաղթում է մահվանը դրա համար նրանք իրենց ձեռքին ունեին արմավենիներ ասենք փառք Տիրոջը եղբայրներ քուրեր այո ովքեր որ մահվանը հաղթում են նրանք արմավենի են իրենց ձեռքում բռնում ուրեմն հիմա սիրելի եղբայրներ քուրեր ինչն էր նպատակը որ Աստված Եգիպտոսից հանեց այդ ժողովրդին Եգիպտոսից հանելու նպատակը դա այդ ժողովրդին Իսրայել ժողովրդին ուխտի մեջ մտցնելով մի նոր ժողովուրդ կազմելու հիմքն էր որպեսզի ինքը լինի Աստված նրանց համար նրանք են ժողովուրդ եւ կազմեն քահանաների մի թագավորություն հիմա ինչն էր Քրիստոսի ծառայության հիմքը ինչու Հիսուսը Սուրբ Հոգին ուղարկեց մեզ Իսրայելի եղբայրներ քուրեր դրա նպատակը Սուրբ Քրիստոսի ծառայության նպատակը մարդու սրտի մեջ նոր կտակի նոր օրենքի ներդնումն է ոչ թե քարե տախտակներ տալով Մովսեսը բերեց քարե տախտակները օրենքը գրված տախտակների վրա բայց Քրիստոսը բերեց ոչ թե քարե տախտակներ այն նա բերեց Սուրբ Հոգու պարգևը որ տալով մարդուն մարդը ստանալով իր սրտի տախտակների վրա գրվում է այդ նոր օրենքը փառք Տիրոջը այլևս կարիք չկա քարե տախտակների որտեղ ինքն է իջնում երկրի վրա եւ տալիս ժողովրդին այդ պարգևը եթե Մովսեսը պետք է սարը բարձրանար որպեսզի առներ այդ տախտակները ապա կարիք չկա սարը բարձրանալու Տեր Հիսուս Քրիստոսը ինքն է իջնում երկրի վրա տալիս է քեզ այդ ամենամեծ պարգևը որ դու իմանաս որ դու Աստծո որդի ես գրավա դնում քո մեջ որպեսզի գա եւ տանի քեզ երկրին որտեղ ինքն է փառք Տիրոջը եղբայրներ քուրեր մենք կարդում ենք ուրեմն 24 Սամոսում կարդում ենք հետեւյալը սիրելի եղբայրներ քուրեր երբ որ կարդում ենք այդ Սամոսը մեր սիրտը լսում է զորությունով սիրտը լսում է ուրախությամբ տեսեք ինչ ասում է այդ Սամոսի մեջ ուրեմն կարդամ այդ տեղը 24 Սամոս Տիրոջն է երկիր ու անոր լեություն աշխարհ ու անոր բնակիչները ուրեմն եւ կարդամ նաեւ հիմա 6-րդ խոսքից Զանիկա փնտրողներուն ցեղը այսպես է քո երեսդ խնդրողները Հակոբն է ով դռներ գլուխնիդ վեր վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական դռներ որպեսզի փառած թագավորը մտնե ով այս փառած թագավորը կարող ու հզոր Տերը պատերազմի մեջ հզորը ով դռներ գլուխնիդ վեր վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական դռներ որպեսզի փառած թագավորը մտնե ով է այս փառած թագավորը զորքերուն տեղը ինքն է փառած թագավորը սիրելի եղբայրներ քուրեր մեր Տեր Հիսուս Քրիստոսը որպես երկրորդ մարդ
որ Ադամից հետո որպես երկրորդ մարդ հաղթեց աշխարհին, հաղթեց սատանային եւ հաղթանակած մեր Տեր Հիսուս Քրիստոսը բարձրացավ երկինք, տանելով ոչ թե զոհերի արյունը, այլ իր արյունը տարավ, մտավ, ուզում է պետք է մտներ նոր Երուսաղեմ քաղաքը, բայց դռները փակ էր, որովհետեւ ոչ մի մարդ միջև այդ Երուսաղեմ քաղաքը մտած չէր, եւ դրա համար երբ որ ասում ով դռներ գլուխնի դվեր բարձրացուցեք, ով դռներ այնտեղից ձայն են տալիս, ով է այդ փառած թագավորը, ով է զորքերի Տերը, եւ նորից ձայնա գլիս, որպեսի ով է այս փառած թագավորը իր զորքերուն Տերը, ինքն է փառած թագավորը, Հիսուսն այդ թագավորը երկրորդ մարդը, ոչ թե Աստված որպես հաղթեց, այլ որպես մարդ, հաղթելով բարձրացավ, մտավ նոր Երուսաղեմ, որի ճարտարապետն անալիք Աստվածա, նստավ եւ հոր աշկովը նստեց, իր սեփական արյունով եւ բերեց մեզի հաղթանակ։ Աստված օրհնի սիրելի եղբայրներ քուրեր, փառած թագավորը ներս մտավ, առաջին մարդը, որ մտավ Երուսաղեմի դարպասներից ներս։ Եվ հիմա առաջին մարդը մտնելով նաև մեզ հապատկանում է Հիսուսի հաղթանակը, նաև մեր հաղթանակն է։ Մենք նորից իրավունք ունենք Հիսուսի միջոցով մտնել նոր Երուսաղեմ եւ Տիրոջ մոտ լինել։ Պենտեկոստեի օրը տեղ ունեցավ մի մեծ իրադարձություն, երբ համբարձված Քրիստոսը, որ համբարձվել էր 40-րդ օրը, հայտնվեց փառքի ամպով, փառքի ամպի միջով հայտնվեց, ոչ թե քարե տախտակներ տալու, այլ Սուրբ Հոգու ամենամեծ պարգևը տալու իր ժողովրդին, իրեն հավատացողներին։ Առաջի անգամ 120 հոգի էին եղբայրներ քուրեր։ Այդ 120 հոգին հավաքված էին եւ սպասում էին հոր խոստմունքին, որ Հիսուսը պիտի տար հոր խոստմունքը։ Եղբայրներ քուրեր, շատ հետաքրքիր է, երբ որ մենք նայում ենք Ծննդոց, ասենք 3-րդ գիրքը Ծննդոց, ուրեմն հեսա համար ասեմ, Ծննդոց 2-րդ գլուխը, այստեղ ասում է, որ 4-րդ խոսքից կարդամ, ասոնք է երկինքի ու երկրի ծնունդները, ասոնք ստեղծված ատեն այն օրը, Տեր Աստված երկրն ու երկինքը հրավ, ու դաշտի բոլոր բույսերը եւ դեռ երկրի վրա չեղած, եւ դաշտի խոտը դեռ չբուսած, քանզի Տեր Աստված երկրի վրա տակավին անձրև դերած չէր, ու գետինը գործելու մարդ չկար։ Հապա երկրի շոքի կելեր ու գետին բոլոր երեսը կջրեր։ Անձրև չէր բերե Աստված, ինչու չէր բերե, որտեղ ասում է գետինը գործելու մարդ չկար։ Հիմա սիրելի եղբայրներ քուրեր, Պենտեկոստեի օրը 120 հոգի պատրաստ էին գործելու եղբայրներ քուրեր, եւ դրա համար դա Սուրբ Հոգու ամպեր իջավ, Սուրբ Հոգու անձրև իջավ, եւ այդ 120 հոգու վրա նստեց, եւ նրանք արդեն պատրաստ էին գործելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, եւ այդ 12 հոգի միջոցով Աստված ցնցեց աշխարհը, ցնցեց եւ բոլոր լեզուները եւ ցեղերին տարածեց իր խոստմունքը, որովհետեւ գործելու մարդ կար։ Եթե հիմա գործելու մարդ կա, Աստծո համար գործելու Սուրբ Հոգին կիջնի եղբայրներ քուրեր, բայց եթե դու չես կարող գործել, չես ուզում գործել, քո մարմնավոր բաների մասին ես մտածում, Սուրբ Հոգին քո հետ չի գործի։ Սիրելի եղբայրներ քուրեր, ասենք փառք մեր Տիրոջը, Սուրբ Հոգին իջնել աշակերտների վրա, սա վկայում է, որ Աստված բացել է արքայության դուռը, այսինքն այն դուռը, որը փակված էր Ադամի մեղքի պատճառով, հիմա այդ դուռը բաց է, սիրելիներս, Պենտեկոստը ոչ միայն ցույց է տալիս անցյալի այս մեծ իրադարձությունները, այլ Պենտեկոստի օրը Սուրբ Հոգու իջնելու օրը մեզ ցույց է տալիս, որ Սուրբ Հոգով մկրտված մարդիկ ունեն կյանքի փոփոխություններ։ Եթե Սուրբ Հոգով մկրտվածը չունի կյանքի փոփոխություն, եթե կյանքը նրա չի փոխված, ուրեմն նա կամ չի մկրտվել, կամ մարել է Սուրբ Հոգին, կամ տրտմեցրել է, որովհետև Սուրբ Հոգին նա է, որ քեզ իջնում է, որպեսզի քեզ ազատի մեղքի կապանքներից, որ դու ապրես նոր կյանքի մեջ։ Ուրեմն ամեն մի հոգով մկրտված եւ ամեն մի հոգով լցված պետք է այս կյանքում ունենա նոր այս կյանքը պետք է փոխված լինի։ Սուրբ Հոգին նաև պետք է իջնի ամբողջ Իրաց ժողովրդի վրա։ Այդ մասին ասում է Եզեկիելի մարգարության 39-27-28 համարը, ես չեմ կարդում ժամանակի պատճառով, եւ Հովել մարգարեն 9-րդ գլուխ 28-ից 23-28-ից 29 համարներում։ Սիրելի եղբայրներ քուրեր, Զաքարիա մարգարեն նկարագրում է, որ Սուրբ Հոգին, այսինքն շնորհքի
եւ աղոթքի հոգին թափվելու այն ժամանակ եւ այդ ժամանակ պիտի հрьяաները ապաշխարեն եւ իրենց խոցածի պիտի նայեն։ Ես ուզում եմ կարդալ այդ տեղը Զաքարիա մարգարեության 12-րդ գլխի մեջ կարդում ենք հետեւյալը Զաքարիա մարգարեություն 12-րդ գլուխ եւ նաեւ 13-14 գլուխներից մի հատված կարդանք Զաքարիա մարգարեություն ուրեմն 12-րդ գլուխ կարդում եմ 8-ից մինչև 12 համարները Տեսեք ինչ ասում էստեղ Այն օրը Տերը Երուսաղեմի բնակիչներուն պաշտպանություն պիտի նե Պանոց մեջ տկար եղողը այն օրը Դավիթի պես պիտի լա եւ Դավիթի տունը Աստծո պես Տիրոջ հրեշտակի պես պիտի լա անոնց արչեւ ու պիտի լա որ այն օրը Երուսաղեմի վրա եկող բոլոր ազգերը բնաջին ժնելու յետևե պիտի լա եւ Դավիթի տանը վրա ու Երուսաղեմի բնակիչնա շնորհքի եւ աղոթքի հոգի պիտի թափեմ եւ անոնք ինձ իրենց խոցածի պիտի նային ու անոնց վրա մեկ հատիկ զվարակի վրա ողբալու պես պիտի ողբան ու անոր վրա անդրանիկ զվարակի վրա ցավելու պես պիտի ցավեն ուրեմն ինչի հոգի ինչ հոգի պիտի թափի շնորհքի եւ աղոթքի ուրեմն Սուրբ Հոգին դա շնորհքի հոգին է եղբաներ քուրեր Սուրբ Հոգով մկրտված եւ Սուրբ Հոգով լցված է պետք է ապրի շնորհքով շնորհքի մեջ պետք է ապրի ոչ թե օրենքների կանոնները պետք է կատարի որը ոչ մի կյանք չկա դրա մեջ այս Սուրբ Հոգով մկրտված է պետք է շնորհքի եւ աղոթքի հոգի ունենա Սիրելիներս եւ ասում այդ օրը երբ որ Սուրբ Հոգին իջնի հրաշ ժողովրդի վրա նրանք իրենց խոցածին պիտի նայեն Հրաշ ժողովուրդը խոցել էր Հիսուսին եւ այդ օրը երբ որ Սուրբ Հոգին իջնի երբ որ Հիսուսը իջնի երկրորդ 3.5 տարվա վերջում երբ որ Հիսուսը իջնի հրաշ ժողովրդի վրա նրանք պիտի նայեն իրենց խոցածին այսինքն պիտի նայեն Քրիստոսին եւ պիտի ողբան լացեն որ մերժել են Քրիստոսին ամեն մեկը պիտի լացի այնպես ինչպես իր ավակը իր անդրանիկ որդին կմեռներ այդպիսի կոս պիտի անեն որ Քրիստոսին խաչել են եղբայրներ քուրեր այո եթե դու հիմա խոցել ես մեկին վիրավորել ես մեկին սպանել ես մեկին քո խոսքերով հիշիր եթե դու չապաշխարես այդ օրը պիտի քո խոցածին նայես ում որ դու խոցել ես դու նրան պիտի տեսնես եւ պիտի ողբաց ու զղջաս որ խոցել ես բայց մինչեւ հետո չես ապաշխարել Եվ նաև կարդում ենք Զաքարիա մարգարեության 13 եւ 14 գլուխներում մի համարն եմ կարդում 4-րդ գլուխ 14-րդ գլուխ 4-րդ համար Եվ այն օրը անոր ոտքերը Ձիթենաց լեռան վրա պիտի կայնին որ Երուսաղեմի արշև եւ դեպի արևելք ու Ձիթենաց լեռը դեպի արևելք ու դեպի արևմուտք կեսեն պիտի պատրվի ու խիստ մեծ ձոր պիտի լա ու լեռան կեսը պիտի հյուսիս եւ կեսը դեպի հարավ պիտի քաշվի Այն օրը անոր ոտքերը Ձիթենաց լեռան վրա պիտի կայնին որ Երուսաղեմի արշև է դեպի արևելք Հիսուսը որ գա որտեղ պիտի իջնի եղբայրներ քուրեր Երևանում Մոսկվայում Ադրբեջանում որտեղ այցնելու ով կասի Որտեղից հափշտակվեց ինքը Ձիթենաց լեռան վրայից գրածա այն օրը անոր ոտքերը Ձիթենաց լեռան վրա պիտի կայնի Ձիթենաց լեռան վրա պիտի կայնի եւ մարդիկ արդեն 13-րդ գլխում կարդում ենք 6 խոսում Եվ անոր պիտի սվի, ձերքերնուտ մեջ այս վերքերը ինչ են, վանիկա պտիս է, անոնք իմ բարեկամներուց տան մեջ ընդունած վերքերն են։ Այսինքն Իսրայել ժողովուրդը պիտի վազելով գնա դեպի Ձիթենաց լեռը, պիտի տեսնի Հիսուս Քրիստոսին, խաչվա ձերքերի վրա այդ նշանները եւ պիտի ասի, ինչ են այս քո ձերքերի նշանները, եւ Տերը պիտի ասի, բարեկամից տան ընդունած վերքերն են։ Այն վերքերը, որ դու այսօր խոցում ես մեկին, տալիս ես մեկին Այդ վերքերը եթե դու չապաշխարես, այդ վերքերը մնում են եղբայրներ քուրեր։ Եվ դրանք արգել կլինեն քո փրկության համար։ Եվ այնպես որ եթե դու այսօր մեկին խոցել ես, մեկին վիրավորել ես, մեկին որևէ բանով նեղացրել ես, զղջա ապաշխարի իր հետ հաշտվի։ Եթե ոչ, այդ խոցածը, ում որ դու խոցել ես, այդ օրը կհայտնվի քո առջև։ Եվ թույլ չի տա, որ դու բարձրանաս երկին։ Թող Աստծո անունը փառավորվի, սիրելի եղբայրներ քուրեր։ Եվ թող Տիրոջ խոսքը այսօր մեր սրտի մեջ տնվի, որպեսզի մենք այսօր այս հոբելյանական թիվը, 50-րդ թիվը, որ կոչվում է նաև ազատության թիվ, այդտեղ էլ կարդամ եւ մենք աղոթենք։ Ուրեմն Ղևտացների 25-րդ գլխում եւ 10-ների 25-րդ գլխում կարդում ենք, որ
Եվ դու քեզի 8-րդ համարից 7 շաբաթ համրես, այսինքն 7 անգամ 7 տարի, 7 տարիներին 7 շաբաթներու ժամանակը 49 տարի պիտի լա քեզի։ Եվ 7-րդ ամսուն 10-րդ օրը ազդարության փողը պիտի ընչեցնես, քավության օրը ձեր բոլոր երկրի մեջ պիտի ընչեցնեք փողը։ Եվ 50-րդ տարին պիտի սրբեք ու երկրի անոր բոլոր բնակիչներուն համար ազատության քարոզ կարտալտակ։ Ասիկա ձեզի հոբելյան տարի լա, եւ ձեզ ամեն մեկը իր ստացվածքին պիտի դառնա, եւ ձեզ ամեն մեկը իր ազգատոհին պիտի դառնա։ Այո, սատանան ինչ որ հափշտակել էր Ադամից, ինչ որ հափշտակել էր բոլորը նորից պետք է դառնա Ադամին, մարդկությանը պետք է դառնա։ Հոբելյանական տարին 50-րդ թիվը եղբայրներ քուրեր, դա ազատության թիվն է։ Այսօր այդ ազատության թիվն է, այսօր այդ ազատության տարին է, այսօր այդ Պենտեկոստե օրը իշն է։ Հիմա խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ քուրեր, թող պատրաստվեն մի հատ երկելու ընթացքում ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված չեն, թող մոտիկ գան, աղոթ կանենք իրանց համար։ Իսկ ովքեր որ մկրտված են, թող աղոթեն, որ Սուրբ Հոգով լցվեն, որ չմարեն այդ հոգին իրանց մեջ, որ չտրտմեցնեն այդ հոգին իրանց մեջ։ Դրա համար, սիրելի եղբայրներ քուրեր, հիմա ոտքի կանգնենք, երգենք եւ երգելու ընթացքում թող նրանք